Ես էլ ձեզ նվիրեմ։ Շնորհակալություն։ Հայաստանում ծաղիկն այսօր ինչպես ասում են, շանվոտի հետ գնում է, ջերմոցատերերը դժգոհ են, արտահանման ծավալները փոքրացել են, շուկայական գները նվազել, սուպերմարկետներում կարող եք հանդիպել 1400-ից մինչև 1700 դրամանոց փնջերի։ Ծաղիկների գները կտրուկ անկում են ունեցել ու դա ազդում է մանր վաճառքների վրա, դուք եւս զբաղվում եք ծաղկավաճառությամբ, ինչպես կբնութագրեք ստեղծված իրավիճակը, շատ է տուժել ձեր բիզնեսը։ Այո, բիզնեսը բոլորի ուժվել է, որովհետև չի արտահանվում դեպի Ռուսաստան։ Իսկ այս սուպերմարկետներում, որ հիմա այս պահին վաճառում են, դրանք ասենք հետ եկած այդ Ռուսաստանի ճանապարհից ֆուրեր եկած ապրանքն է, որը որ այդքան էլ թարմ ծաղիկներ չի, մենք որ վաճառում ենք, միշտ ամեն օր թարմն ենք վաճառում, բայց էլի շատ է ծաղիկը այս պահին, եթե ճանապարհ չբացվա, շատ վատ կլինի գյուղացու համար։ Եվ ոչ միայն ծաղիկն է, այլ մնացած բանջարեղենն էլ, բանն էլ շատ վատ է լինելու գյուղացու վիճակը։ Ես կարամ ասեմ, դաժե կարող է 90 թվականների մոտ լինի, եթե հանգարց ճանապարհը չբացվեց։ Որտեղ ես ինքս էլ մշակող եմ, ջերմոցներ ունեմ, միլիոնավոր փողեր է դրվում գազի վրա, կամ ասենք, հեսա գազը կարող է թանկանա, չեմ անում, դի գազը թանկացավ, ընդհանրապես էլ ձեռք չի տա, ոչ մի բան մշակել ասեմ։ Թե ինչ պետք է անենք, ինչով պետք է զբաղվենք, առայժմս չեմ կարող ասել։ Կամ կթողենք երկրից կգնան, կամ չեմ անում, ինչ կանենք, մի բան կանենք, էլի վերջ չեմ անում։ Այսքան բան։ Իսկ տարբերությունը շատ է գնային սուպերմարկետների ու փողոցում վաճառվող ձեր ծաղիկների։ Տեսեք, սուպերմարկետում մի գին են դրել 1700 դրամ։ Այդ ծաղիկը, որ 1700 դրամ դրած է սուպերմարկետ, այդ ծաղիկը 2.5-3000 է շուկայում, այսինքն թարմը, լավը։ Էսի ասենք որպես հին ապրանք, միգուցե դրա համար է, կամ չեմ անում, երևի սուբսիդավորում են, ինչ-որ մի բան ուզում են օգնած լինեն, բայց դա էլ օգնությունը չի, էլի դրանով ինչ-որ բան չի կարա լինի։ Եթե հարցի լուծում չի, ասենք սուպերմարկետում, ասենք 50 կապ ծաղիկ ծաղկավ, դրա չեմ ասենք մի ջերմոցի կամ երկու ջերմոց որը սպառվեց, բայց հազարավոր ջերմոցներ կան, ինչ պետք է անեն այդ ապրանքը։ Որ ասեցին արտահանում են ինչ-որ տեղեր, չեմ անում ինչ, բայց դա շատ քիչ կարա լինի ու մեր ապրանքը որ գնաց ընդեր մրցունակ չի, էլի անպայման չնայած լավ ապրանքներ ունենք։ Կարամ ասեմ, որ հոլանդականից էլ լավ ապրանք ունենք, բայց մեր մոտ մի քան միջատները բանը շատ են, որ դժվար թե կարողանանք մենք անենք Եվրոպա մեր ապրանքը։ Այս բան չեմ հավատում։ Մեր շուկան Ռուսաստանն է։ Եթե գնաց Ռուսաստան, շատ լավ կլինի, եթե չէ, օրեցօր վատանում է գյուղացու վիճակը։ Իսկ մոտավորապես օրինակ կարող եք օրինակ բերել, որքանով է տուժել նախկինում օրինակ միջինում որքան էր եկամուտը, հիմա ինչքան է։ Հիմա տեսեք, հիմա ընդհանրապես տուժվել չի, ասենք մինուսով է։ Այս պահին լուբոյ սեփականատեր այսօր մինուսով են, քան որ աշխատողի փող, դաժե ջրի փող չի էլ դուրս գալիս։ Այս պահին կարամ ասեմ, ես որ չի 100%-ով ասեմ, որտեղ ես ինքս ես մշակող եմ, այդ ծախսերը նայելով դուրս չի գալի, իրա գինը այս պահին դուրս չի գալի, ուղղակի դա ինչ ապրանք է եղել, մի բան պետք է արվի։ Այս բաներ էլի չեմ անում, այս խանութները այսքանն էլ օգուտ եսի ինչ չի, որ իրանք կարան, ասենք, այդքան փորձի համար մարդիկ ինչ-որ մի հատ, երկու հատ առնում տանում են, բայց դրանով հարց չի լուծվելու։ Մեկը հիմնական ապրանքը պետք է գնա դուրս։ Ասենք հիմնական ասելով գոնե մի 50-ից 60%-ը պետք է գնա դուրս, որ 40%-ը տեղում սպառեն, որ ինչ-որ ձեռք տա էլի մշակելը։ Ծաղկավաճառը պնդում է սուպերմարկետներում ծաղիկների էժան գնով վաճառքը ազդել է նաև իրենց մոտ ծաղիկների առկա գների վրա։ Եթե շուկայում գինը էժանացել է, պարզ է, որ ձեր մոտ էլ կա գնանկում։ Կարող եք օրինակ ցույց տալ, թե նախկինում որքանով էին վաճառվում, հիմա ինչքանով եք վաճառում։ Այո, ասենք տարբեր են ծաղիկները, բայց հիմնականում ծաղիկի գինը որոշում է վարդը։ Ասենք այս վարդերը մենք ծախել ենք 4-5 հազար դրամ, այս պահին ծախում ենք 2000 դրամ։ Ասենք 2000 դրամ, դաժե ասենք, եթե 2 հատ են վերցնում 3000 դրամ։ Ասենք ահագին էժանացել է, էլի կարելի ասել, որն ասեմ, այս լավ, սա թեկուզ այս աստրոմերյան, ասենք ծախել ենք 1000-ին 2000 դրամ, հիմա 1000 դրամ, դաժե 500-ով ենք տալի, որտեղ շուկայում շատ էժան է այս պահին։
Այդտենց շարունակ արևած ծաղիկները 1000, 1005, բայց ծախել ենք միշտ 3000։ Ահագին էժանացել է։ Գերբերաները տեսեք, որ միշտ գնացել է Ռուսաստան գերբերաները։ Այսօր ասենք 30 հատը, այս 30 հատ ծաղիկը ես ծախում եմ 1000 դրամ։ 30 հատը, բայց շուկայի մի քիչ ավելի տեսեք ինչքան է գալի, 1000-ով չեն էլ առուն շատ ժամանակ, շուկայում ինքը 30 հատ արժի 300 դրամ, այսինքն 10 դրամ։ Սրա դեղորյակը, սրա քաղելը, մշակելը չի արդարացնում, 10 դրամով բերում են, ասենք, ящիկը 300-400 դրամ, 30 հատը ծաղիկ են տալի։ Ես ասում եմ 1000 դրամ, բայց որ 500 դրամ էլ են տալի, էլի տալիս ենք, նվեր ենք տալի, ձրի ենք տալի, ես էլ ձեզ նվիրեմ։ Իսկ թե որքան կշարունակվի սա դժվար է ասել, հիշեցնենք, որ ավելի վաղ Լյատվա էր արտահանվել ծաղիկների 10 հազարանոց խորհրդանշական խմբաքանակը, Եմը նոր խմբաքանակ չի արտահանվել։